Այսօր գիշեր իրավապահների ուղեկցությամբ իր տանից դեպի քննչական մարմին է տարվել Տաշիր ընկերությունների հիմնադիր և ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն։ Առավոտյան արդեն իրավապահ մարմինները հայտարարություն տարածեցին, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, իսկ նրա հետ քննչական կոմիտե տարված Կարեն Կարապետյանն ու իր տղան ազատ են արձակվել։ Հիշեցնենք, որ մինչ ձերբակալումը Տաշիր ընկերությունների սեփականատերը իր տան մոտ իսկական շոու էր կազմակերպել, հրաժարվելով ենթարկվել իրավապահներին և տանից դուրս գալ նրանց հետ, իսկ իր աջակիցները փակել էին փողոցը բեռնատար մեքենայով։ Սամվել Կարապետյանին շտապել էին իրենց աջակցությունը հայտնել և տեղում հայտնվել նաև դաշնակները, հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ու այլք։ Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող օրինական իրադարձությունների շուրջ իրենց մտահոգությունն էին հայտնել նաև ռուսական շրջանակները Մարիա Զախարովայի, Զատուրինի, հակահայ քարոզիչ Սոլովյովի շուրթերով։ Նշենք նաև ձերբակալումից առաջ Սամվել Կարապետյանը վիրավորեց Հայաստանի Հանրապետության իշխանություններին կատարելով հետևյալ արտահայտությունը. մեջբերենք, թքած ունեմ նրանց վրա էլ, իրանց հեծի վրա էլ։ Այս ամենի առնչությամբ վարչապետ Փաշինյանը կատարեց գրառում, ընդգծելով, որ վաղուց ժամանակն է հեծը պետականացվի և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տանելու։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին։